Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Այսօրվա իմ վլոգը սկսում ենք մեկ այլ ձևով, քանի որ պատրաստելու եմ շատ ուտելիքներ, հյուրեր ունեմ եւ առավոտյան վեր եմ կացել, պատրաստում եմ նախաճաշը։ Հիմա արագ պատրաստում եմ նախաճաշը, գնամ մի քանի գնումներ ունեմ կատարելու, գնումները կատարեմ ու սկսենք արդեն պատրաստել։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչպիսի վերջավորություն կունենա մեր այսօրվա վիդեոն։ Դե ինչ, ձեզ մաղթում եմ բարի դիտում։ Ուրեմն ժողովուրդ ջան, գնացել էի խանութ ու գնել եմ սունկ։ Նայեք, այս սիրուն հավես, այսպես հավասար փնջեր են, այնքան սիրուն էին, որ այսպես տեսա ու միանգամից վերցրեցի։ Բայց վերցնելու ընթացքում որոշեցի, վայ, ասես ինչ լավ սունկ կա, կտանեմ տուն ու մի հատ հավով սուպիկ կպատրաստեմ։ Հետո որոշեցի, ասեցի լավ չէ, երևի այսօր երեկոյան կպատրաստեմ ձվածեղ, ընթրիքի համար, հետո այդ միտքը փոխվեց, դարավ կարտոֆիլով կտապակեմ, մի խոսքով ամեն ինչ հնարավոր էր մտածելու, ես մտածեցի, որ պետքա պատրաստեմ, բայց մինչև խանութից եկա հասա տուն, այս սունկը լրիվ այլ նպատակի համար է ծառայում։ Ինչ եմ անում, պետք է մարինացնեմ։ Հիմա տեսեք ինչ լավ ընտիր սունկ կա, ժողովուրդ ջան։ Հիմա սենց կտրում եմ բարակ շերտերի, կաթսայով ջուրը արդեն դրել եմ։ Սենց կանեմ, որ ուտելուց հեշտ լինի, հարմար լինի, էլի դրա համար սենց մի քիչ ոնց որ շերտերի եմ կտրում, այս սենց եմ անում։ Թե չէ, փոքրիկները կարան տենց մի կտոր մնան, դա ճաշակի ով ոնց ուզում է։ Մի խոսքով, ահան։ Իսկ սրանք չեմ կտրի երևի, հլը։ Սրանք լավ, երևի սենց մասերի կբաժանեմ։ Չնայած հեսա, որ հենց գցեցի ջրի մեջ, իրանք կառանձնանան։ Ահա, ժողովուրդ ջան, էս էլ սենց։ Հիմա ինչ եմ անում։ Ստեղ վերցրել եմ սխտոր, ջրի մեջ սենց կկտրեմ սխտորը, մի երկու մասի կբաժանեմ։ Հետո կավելացնեմ 2 հատիկ դափնու տերև։ Հետո կավելացնեմ, այսի բացեմ, հենց միջից սենց վերցնեմ, այսի ոնց եմ բացում։ Մի վարկյան, մոռացա սրա։ Ահա, ժողովուրդ ջան, հիմա ստեղից կվերցնեմ մի քիչ սենց պղպեղների տեսակներ, կլցնեմ ջրի մեջ։ Հետո կլցնեմ մի քիչ շաքարավազ, մի թեյ գթալը լրիվ հերիք է շաքարավազ ու մի քիչ էլ աղ, աղը հիմա սենց երևի աչկա չափով կանեմ, այսենց, այս էլ աղ, հետո կլցնեմ մի քիչ կացախ, ինձ մոտ խնձորի կացախ է, էլի սենց աչկա չափով ու աչկա չափով էլի մի քիչ էլ ձետ, ահան, ու հիմա կթողնեմ այս ջուրը, որպիսի եռա, հենց եռած սունկը տեղափոխում ենք եռացրած ջրի մեջ, դե ինչ, գազօջախը միացնեմ, թող ջուրը եռա ու հենց եռած նորից կմիանամ, ահան, ջուրը սկսեց եռալ, ես լավ տակը իջեցրել եմ կրակը, այդքան էլ ճիշտ, առողջություն, շնորհակալություն, ահան, հիմա սունկը տեղափոխում եմ եռացրած ջրի մեջ ու ժամ կպահեմ, մեր մոտ գիշերը 11:25 պակաս, ժողովուրդ ջան, ու տեսեք գիշերվա կեսին ինչով եմ զբաղված, ահան, այ այսենց, մի հատ թեթև եռկա 5 րոպե, ոչ մի բան չի լինի, ինձ թվում է շատ համեղ է ստացվել,
Ինչ կասեք։ Ահա։ Հիմա կրակը կուժեղացնեմ։ Թող 5 րոպե եռա։ Ու կտեղափոխեմ արդեն վերցրել եմ այսպիսի մի տարան։ Այսինքն մի րոպե։ Այսինքն կլորիկ, սիրունիկ տարա եմ վերցրել։ Իսկ թվում է կտեղավորվի։ Հեսա որ սունկը որ մի քիչ էփի ինքը կփոքրանա իր չափսերով, կտեղափոխեմ ստեղ, սիրուն կփակեմ ու կդնեմ սառնարանը։ Ճիշտն ասած, շատ էի ուզում սամիտ վրան կտրատեի, բայց հիմա սամիտ տանը չունեմ, վաղ առավոտյան կգնամ, եթե ճարեցի սամիտ, կբերեմ սամիտ վրան կկտրատեմ, կթողնեմ էլի տենց սառնարանում թող մնա, համերը կխառնվեն իրար ու հետո կլինի սառը նախուտեստ։ Ժողովուրդ ջան, թողնեմ թող եռա ու նորից կմիանամ։ Ահա ժողովուրդ ջան 5 րոպեն լրացավ ու հիմա ես կհանեմ 5 րոպե հարմար։ Այս սպագետի քամիչով սենց վերցնեմ ու տեղափոխեմ այս ամանի մեջ։ Այսինքն դնեմ, որ լավ երևա։ Ահա ժողովուրդ ջան։ Ինձ թվում է համով է լինելու։ Սաղ իրարից ինձ կլացնեմ սխտորով, լավրովի լիստով, դափնուտերև։ Վերջում էլ այս իրա ջրից վրան կավելացնեմ, կթողնեմ հեսա մի քիչ սառի ու կդնեմ սառնարան։ Ահան, ու վերջ։ Ժողովուրդ ջան։ Այսինքն ահա, այսինքն կթողնեմ։ Վերջ ժողովուրդ ջան, այսինքն թող մնա, այսինքն կթողնեմ թող ինքը մի քիչ սառի, մինչև խոհանոցը կմաքրեմ։ Մինչև խոհանոցը կմաքրեմ, ինքը մի քիչ կսառի, ավելավա այսինքն թողնեմ կափարիչը, վաղը գնամ սամիտ կվերցնեմ, մի քիչ մեջը սամիտ կկտրեմ, ասենք մի քիչ կխառնեմ ու էլի կթողնեմ սառնարանում, որպեսզի համերը խառնվեն իրար։ Իսկ համտեսելուց իհարկե կհամտեսենք միասին, անպայման կմիանամ ու ձեզ կասեմ լավ էր ստացվել, թե ոչ, ինչներ պակաս, ինչներ ավել, մի խոսքով։ Սպասենք, մինչև կմարինացվի։ Դե ինչ, ժողովուրդ ջան, կհանդիպենք արդեն համտեսելուց։ Սամիթը էլ չեմ ցույց տա, կկտրեմ, կճարեմ, չգիտեմ, կճարեմ թե չէ, կավելացնեմ վրան, եթե չէ, ոչինչ, սենց է կմնա։ Դե լավ։ Դե ինչ, առայժմ։ Ահա ժողովուրդ ջան, ինչ արեցի նորեսի արդեն հաջորդ օրնա սառնարանից հանել եմ այնց համով, սենց անմահական մարինատ ես դեռ չէի կերել, լուրջ եմ ասում, լավ, մի քիչ շատ ինձ գովեցի, ուրեմն նայեք, մեջը ճզմել է մի հատ շատ պուճուր, շատ փոքր ատամիկ սխտոր ու սամիթը, հիմա այսենց սաղ կխառնեմ, մի լավ, կհան ու կթողնեմ, տեսեք լավրովի լիստն էլ ամեջը, չեմ հանել, թող համերը խառնվեն իրար, այսենց ժողովուրդ ջան, ինքոն հոմովա, վերջ, հիմա նորից փակում եմ ու ուղարկում եմ սառնարան, ահա ժողովուրդ ջան, այսենց մի հատ, այսենց մի կտորով հələ մի հատ, հենց հիմա ես ուտեմ, ապրես Լուսնե ջան, շատ համով ես պատրաստել,
շատ ապրես։ Նորից կկրկնես այս նույնը։ Էսի փորձ արեցի, ժողովուրդ ջան, աստեսնեմ ոնց կստացվի, բայց իրոք շատ լավն ա եղել։ Փակենք եւ ուղարկենք էլի սառնարան, թող սամիթի, սխտորի լրիվ համերը խառնվեն իրար։ Ժողովուրդ ջան, սունկը դրեցի սառնարան, բայց դուք տեսեք, թե իմ մոտ ինչա ստեղ կատարվում։ Ուրեմն, այստեղ խոզի միսա տապակում եմ, որպեսզի վաղը հյուրեր ունեմ, պատրաստելու եմ բրինձը ջեռոցում, իսպանական կերակրատեսակա։ Հիմա այստեղ խոզի միսը տապակվեց, ավելացրեցի բողկ, այսինքն բողկ ու գազար։ Ես հիմա այստեղ պատրաստում եմ արգանակը։ Հիմա թող սենց մի քիչ տապակվի, էլի կավելացնեմ այնտեղ տոմատ, կարմիր պղպեղ, աղ ու ջուրը կլցնեմ, կեփի, որպեսզի լինի արգանակը։ Սա բրինձը ջեռոցում պատրաստելու համար է։ Պատրաստում եմ այսօր արգանակը, վաղն էլ արդեն կլցնեմ բոլորը իրար վրա ու կդնեմ ջեռոցը։ Մի խոսքով, սա վաղվա համար իմ հյուրերի համար։ Իսկ այստեղ միս եմ դրել եւ խումա տավարի միս։ Այս էլ այսօրվա համար ճաշ եմ պատրաստելու, հեսա միսը թող եփի, աղ դեռ չեմ ավելացրել ու ինչ ունեմ այս կողմը։ Ճաշի համար կտրել եմ արդեն սոխը, լոլիկը դեռ չեմ լվացել, հիմա լոլիկը կլվանամ, մի հատ կմաքրեմ, այստեղ ունեմ կարտոֆիլ, կարտոֆիլը դնեմ ստեղ, ունեմ ստեղ սմբուկն ու դդմիկը, լվացել եմ, մաքրել եմ, կտրտել եմ, նորից եմ լվացել, մի խոսքով այստեղ է լոբինա, հիմա է լոբինա, այս է նոր որ սխտորը ճզմեցի, ստեղ մնացել է, մի խոսքով այս է լոբինա, հիմա լոբինե կմաքրեմ, սիրուն, կկտրատեմ, կլվանամ, որպեսզի ինչ են ասում, աջապ սանդալ, մի խոսքով աջապ սանդալ եմ պատրաստելու, ստեղ էլ բրինձը ջեռոցի համար գնել եմ հենց սենց պատրաստած, եփած պատրաստ, որպեսզի հեշտ լինի ու շուտ լինի, արագ լինի ու համեղ կլինի։ Ահա ժողովուրդ ջան, այս շատ չեմ մանրանա, այս ճաշը դե ճաշն է մեր համար, այսօրվա համար, իսկ մնացածը վաղվա համար։ Ու դեռ անելիք շատ ունեմ։ Հուսով եմ կկարողանամ ձեր հետ կիսվել։ Այստեղ էլ էսենց մի քիչ միրգ եմ գնել, սալորա, մի քանի տեսակ եմ միրգ հեսա կգնամ, կբերեմ, ուզում եմ կոմպոտ պատրաստել, սիրուն կլցնեմ, ջրի շշեր եմ սենց դատարկ պահել եմ, մի քանի սենց շշեր, կլցնեմ շշերը ու կդնեմ սառնարանը, էդ էլ տենց սառը կունենանք, չեմ համտեսել, չգիտեմ լավնա թե չէ, քաղցրությունը ոնց է։ Մի խոսքով, այսենց խառը բաներ իմ խոհանոցում է կատարվում, տեսեք, ահա, հիմա ստեղ մի քիչ տոմատ կլցնեմ ու կշարունակեմ, կթողնեմ կեփի, հենց միսը եփված եղավ, կանջատեմ ու կթողնեմ արդեն, որպեսզի վաղը արդեն իրար վրա բրինձը, սիսերը ու մնացած բաները կլցնեմ իրար վրա ու կդնեմ ջեռոց։ Ահա ժողովուրդ ջան, էս էլ իմ ճաշն աստեղ պատրաստվում է։ Բայց դե չեմ վերջացնում, էսի իմ այսօրվա արած առևտուրի չեքն է, ինչ ունեմ ստեղ, սա սանդվիչի համար եմ վերցրել ու այսենց համով նոր մի քիչ ստեղից հանեցի սունկի, մարինացված սունկի համար, բայց հեսա մի հատ կմաքրեմ, կլվանամ, գնել եմ բողկ, հա ճիշտ է, մեկ էլ այսի էի մոռացել, հեսա այս էլ դնեմ ստեղ, որ հեսա սա էլ ավելացնեմ բրինձը ջեռոցում պատրաստելու համար, չէ, սա լվացած չի, դնեմ այս կողմ, որ նա լվանամ, կտրատեմ մանր կտորների, այստեղ ինչ ունեմ ռիդիսկաները, այս բողկերի տեսակը ու կանանչի, վարունգել եմ գնել, հիմա մածուն չունեմ, կգնամ մածունել, կվերցնեմ, կբերեմ, մի հատ լավ ակրոշկա էլ կպատրաստեմ, դա էլ կդնեմ սառնարանը, վաղը համեղ բաներ ու մի տեսակ աղցան կա, ուզում եմ դա էլ պատրաստեմ, չգիտեմ կհասցնեմ թե չէ, դե ինչ ժողովուրդ ջան, շատ խոսացի, դեղերն են դնենք իրանց տեղերը, ահա ժողովուրդ ջան, այսինքն խայտառակ վիճակ է, այս սեղանին էսա, այս կողմիս վրա այսենց կատարվում է ու դեռ անելիք ունեմ,
Ժողովուրդ ջան, տեսեք, ուրեմն, ստեղ լցրեցի նեխուրը, որը որ մոռացել էի, լվացի, կտրեցի սենց, ավելացրեցի տոմատի մածուկ, շատ քիչ, ու մի քիչ էլ ավելացրել եմ կարմիր պղպեղ։ Հիմա այս ամենի վրա լցնում ենք ջուր, ու մեկ էլ աղ եմ ավելացրել, բայց հեսա եռալուց հետո կհամտեսեմ, կտեսնեմ, եթե պետք է մի քիչ աղ նորից կավելացնեմ։ Եթե ունեք տանը չոր արգանակ, հավի կլինի, տավարի կլինի, տարբերություն չկա, այսա մի քիչ էլ ջուր ավելացնեմ, տարբերություն չկա, հավի կլինի, թե տավարի, կարող եք արգանակ նույնպես ավելացնել, որովհետև շատ համեղ համա տալիս, մի քիչ է ջուր ավելացնեմ, բերանը ծածկեմ ու թող եփի։ Ժողովուրդ ջան, ջուրը ավելացրեցի, թակում ենք ու թողնում ենք, որպեսզի եփվի, միսը եփվի։ Հենց միսը եփված լինի, բանջարեղենը շուտ է եփվում, արդեն պատրաստ կլինի։ Ժողովուրդ ջան, ես հիմա անցնեմ այս ճաշիս համար լոբին մաքրեմ։ Ճաշի համար միսը եփվում է, դեռ աղ չեմ ավելացրել, ավելացնեմ ու անցնեմ այս կողմի վրա լոբին մաքրեմ։ Ասեք, որ հյուր ընդունելիս բոլորիս տանը այս վիճակն է լինում, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ձեզ ցույց տամ ինչ ընթացքի մեջ եմ։ Ստեղ ուրեմն իմ ճաշի պատրաստությունն է, սոխարած արեցի, մի քիչ տոմատ ու կարմիր պղպեղ եմ ավելացրել ու միս ավելացրեցի վրան։ Հիմա ասես մի քիչ թող տապակվի ու ավելացնում եմ կարտոֆիլը ու հետո բոլոր բանջարեղենները իրար վրա արդեն կավելացնեմ ու կլինի, այսինքն ճաշի նման չեմ ուզում անեմ, մի քիչ պինդ եմ ուզում անեմ, արգանակ քիչ կլցնեմ, որ պինդ լինի, անգամ սենց պատարակաղով ուտել լինի, ստեղ էլ իմ արգանակն է պատրաստվում, հեսա մի հատ կստուգեմ միսը եփելա, թե չէ, գույնը կզգաք, որ փոխվել է, որովհետև բան եմ ավելացրել, ասաֆրան եմ ավելացրել, տեսեք, հեսա։ Ժողովուրդ ջան, ստեղ արգանակն է եփվում, հիմա ստեղ միսը մի հատ քամիչով կանցկացնեմ, ստեղ լոլիկը կտրատեցի ճաշի համար, այստեղ արդեն ասեցի սմբուկն ու դդմիկն են, այստեղ լոբին մաքրեցի, կանանչին էլ լվացել եմ, դնեմ մի հատ լվացարանի տակ, թող մի հատ էլի ջուրը վրեմ, ջուրը վրեմ, հիմա սա կմաքրեմ, կլվանամ, որ հետո միրգը լվանամ կոմպոտի համար։ Ժողովուրդ ջան, այսինքն կամանց առաջ եմ գնում, իմ այս կողմի սեղանը, ինչպես տեսնում եք, արդեն մաքրվեց, ազատեցի մի քանի տեսակ բաներից, որ հիմա այստեղ պետք է բերեմ դնեմ բիսկվիտ եւ ռուլետ պատրաստելու համար իմ պարագաները։ Ժողովուրդ ջան, գնացինք առաջ։ Ժողովուրդ ջան, ջուր քիչ լցրեցի, որպեսզի մի քիչ ինքը պնդոտ ստացվի, ջրալի շատ հեղուկ մաս չունենա։ Մի քիչ հիմա աղ կանեմ, կավելացնեմ աղ, արգանակը միսը եփելուց արգանակի մեջ աղ կար։ Հիմա մի քիչ էսենց կավելացնեմ, հետո ընթացքում կստուգեմ։ Ժողովուրդ ջան։ Վերջ, թակեմ, թող եփվի ու ընթացքում տեսնեմ կանանչի, հետո լավրովի դափնուտերև կավելացնեմ, մի խոսքով։ Ժողովուրդ ջան, տեսեք, իմ ճաշը համարյա թե պատրաստ է, ավելացրել եմ դափնուտերև ու սև պղպեղ, հիմա էլ կանաչին մի հատ սենց կտրատեմ, սա էլ առատ կանաչի լցնեմ ու հետո
կվայելենք այս համեղությունը։ Ահա։ Քիչ էի լցրել արգանակ, շատ քիչ լցրեցի, դե բնական է բանջարեղենը իրանից ջուր դուրս է գալիս, բայց ես ավելի քիչ էի ուզում որ լիներ, որ ջրալի չլինի էլի, սենց այնքան էփի, որ պատարակ հաղով լինի ուտել, բայց դե ոչինչ, սենց ստացվեց։ Ահա, համով, սիրուն, կթողնենք մի քիչ կհովանա, համերը կխառնվեն իրար, ու սենց համով բաներ։ Ահա, ժողովուրդ ջան։ Նայս էլ ավելացնենք։ Դանակն էլ սենց մեծ սիրուն մաքրենք։ Ու գազօջախը անջատենք։ Վերջ, ժողովուրդ ջան։ Հիմա տեսեք, այստեղ իմ ճաշն է, այստեղ արգանակն է, ճիշտ ասած բաց թողեցի սենց որ շուտ սառի, բայց դե ոչինչ, երեկոյան կդնեմ սառնարանում, ու իմ խոհանոցի մի քիչ տեսեք, որ մաքրվեց, ընդեղ էլ կացանա, որ միսն է եփե հիմա կլվանամ, ու վերջ ժողովուրդ ջան, ինձ կմնա, գիտեք ինչ անել, ինձ կմնա, մի քիչ էլի միրգ բերեմ սալորի հետ, ու հետո էլ ակրոշկան պատրաստեմ, անցնեմ իմ մյուս գործերին, վերջ չէ, հələ շարունակություն կա, ահա սիրելիներս մենք նստենք ճաշենք, արդեն շոք է, ջուրը սառուցով ենք խմում, դե ինձ սիրելիներս բարի ախորժակ բոլորին, ահա ժողովուրդ ջան, մենք ճաշեցինք, վերջացրեցինք, տեսեք, թե երկու մեծ կաթսա միրգ եմ դրել, որպեսզի եփվի ու պատրաստեմ կոմպոտ։ Ահա, ամեն տեսակի մեջը մրգերը կա, բոլորն էլ քաղցր են ու շատ համեղ։ Ահա, ու ինձ ինչ մնաց անելու։ Ահա, այստեղ մի քիչ ճաշից ունենք դեռ, այստեղ վաղվա համար թող սառի, որ դնեմ սառնարանը, էլի կրկնվեցի ու ինձ մնաց մի քիչ փրթոշ պատրաստեմ, հիմա վարունգն էլ հանեմ լվանամ, մաքրեմ, կտրտեմ ու փրթոշ պատրաստեմ, մածունն էլ թան անեմ ու տենց ժողովուրդ ջան։ Ահա ժողովուրդ ջան, հələ տեսեք, այս գեղեցկությունը, այս գույները, արդեն եռում է, հիմա ասենց քիչ շաքարավազ կլցնեմ ու կհամտեսեմ, բոլոր մրգերը շատ քաղցր էին, դրա համար շատ չեմ լցնի հիմա շաքարավազ, այս մեկն էլ է եռում, մի քիչ էլ ստեղ հեսա կլցնեմ, այսենց, ու հեսա կհամտեսեմ, եթե համը զգացի քաղցրությունը ինձ համար լավ է, վերջ, էլ շաքարավազ չեմ ավելացնի։ Ահա ժողովուրդ ջան, այսենց համեղություն կթողեմ, մի հատ լավ կսառի, հատիկները մեջը իհարկե, ու հետո նոր կլցնեմ շշերը ու կդնեմ բանի մեջ, սառնարանը, թող լավ սառի, իսկական ամառային, բա գույնը, ընտիր գույն է ստացվել, ահա վերջ, ես էլ ասենց։ Աղջիկներ ջան, գազօջախը անջատել եմ, հələ բայց դուք գույնը տեսեք, շաքարավազը համտեսեցին, շատ ընտիր համ ունի, երկու մեծ կաթսայով կոմպոտ եմ պատրաստել, շատ համեղ, ու հիմա մինչև սա կսառի, այս կողմի վրա, ինչ եմ անում ես, թեքվում ենք այս կողմ, պատրաստվում եմ պատրաստել, թխել, բիսկվիտայա կեքս կարամ ասեմ, բայց մեզ բիսկվիտ, սա իմ ունիվերսալ բաղադրատոմսն է,
Այս բաղադրատոմսը իմ ալիքում շատ կա, շատ եմ պատրաստել, բայց էլի կկիսվեմ ձեր հետ։ Հիմա մի հատ հանեմ հարիչիս թաթիկները, երեք ճիշտն ասած պաղպաղակ էի պատրաստում, բայց ինձ մոտ այդքան էլ լավ չստացվեց։ Այսինքն պիստակինը շատ լավ է ստացվել, էս իմ ջուրն է, կողքից միշտ ջուր եմ դնում, հեսա, էսի ես երեք պատրաստեցի շոկոլադե, բայց ավելի շատ կրեմի է նմանվել, դրա համար որոշեցի, այ որ մի հատ գտալ վերցնեմ, այսենց, որոշեցի, բան անեմ, կրեմային ավելի շատ կրեմային է ստացվել, որովհետև սերուցքը շատ հարեցի ու կտրվեց, հետո նորից հարեցի ու ինքը ստացվեց ավելի կրեմային, ոչ թե ավելի սենց օդային ամպի նման պետք է ինքը լիներ, մի խոսքով ոչինչ կորած տեղ չի, ես հիմա սրանով ռուլետ կպատրաստեմ ու այս կրեմը կօգտագործեմ ռուլետի մեջ, դրա համար թողել եմ այս կողմի վրա, որ մի քիչ հետ գա, սառացա, որովհետև հանել եմ սառցախցիկից, ալյուր, ձեթ, շաքարավազ, յոգուրտ, 4 ձու, փխրեցուցիչ, շաքարավազը ցույց եմ տվել, կակաո ու վերջ։ Այսքան բաղադրիչներ են մեզ պետք մեր բիսկվիտը պատրաստելու համար։ Կիսվում եմ, որովհետև շատ նոր հետևորդներ ունեմ, միգուցե չեն գնացել հետ վիդեոները չեն նայել, դրա համար կկիսվեմ։ Ու հետո ռուլետ ենք թխելու, ժողովուրդ ջան։ Ես ինչքան շատ գործ արի այսօր, մոխրոտիկն եմ։ Ահա, ժողովուրդ ջան, կոտրում ենք 4 ձու։ Մի անգամից, սպիտակուց, դեղնուց իրար հետ։ Վերջ։ Հետո, սա հիմա ես մի քիչ կհարեմ ու կավելացնեմ 250 գրամ շաքարավազ, ունեմ այսպեսի 125-ը 2 հատ սենց։ Մի քիչ հարեմ, քիչ-քիչ ավելացնեմ շաքարավազը։ Ուրեմն, ձուն և շաքարավազը հարեցին, հիմա ավելացնում եմ յոգուրտը առանց շաքարյա, նատուրալ է, կարող եք ավելացնել մածուն, կարող եք ավելացնել թթվասեր, յոգուրտ, 125 գրամ ժողովուրդ ջան, ուր է սրա գրամը, հեսա, 125 գրամ յոգուրտ, նույն տարայով ավելացնում ենք ձեթ, նույն տարայով ավելացնում ենք ձեթ, մի հատ լավ մաքրենք, թող քամվի ամեն ինչը, ու հիմա հարիչը կդնեմ այսպես մի կողմի վրա ու մի քիչ ձեռքի հարիչով կխառնեմ։ Ահա։ Հետո ավելացնում եմ փխրեցուցիչը ալյուրի հետ միասին։ Հիմա մի թեթև սա ասենց խառնեմ։ Գազօջախը նախապես միացրել եմ 180 աստիճանի տակ, որպեսզի տաքանա լավ։ Ժողովուրդ ջան, ավելացնում ենք 250 գրամ ալյուր։ Հիմա այստեղ փխրեցուցիչներ կավելացնեմ ալյուրի հետ միասին։ Մի քիչ է։ Մոտ մի լավ մեծ թեյի գթալ, լավ լիքը փխրեցուցիչ։ Ու այսպես կամանց ավելացնում ենք ու խառնում։ Շատ հեշտ եւ արագ ստացվող բիսկվիտ է։ Ու ունիվերսալ, ոնց ուզում եք պատրաստեք, միևնույնն է ինքը փչանալու
ձև չունի, լավ է ստացվում։ Ու շատ արագ է ստացվում, իմիջայլոց ասեմ։ Այսօր ամեն ինչի հեշտ ենք նայում, որ հեշտ լինի, արագ ստացվի, լավ ստացվի, այդպես չէ։ Ժողովուրդ ջան, խմորը ստացվեց, հիմա ես մի քիչը կվերցնեմ այս սպիտակ խմորից, վրան կակաո կավելացնեմ ու կես-կես, մի քիչ սպիտակ, մի քիչ կակաո կխառնեմ իրար, հենց թխվող տարայի մեջ ու կդնեմ ջեռոց։ Ահա ժողովուրդ ջան, լավ է, իսկականն է, բայց չէ, մի պուճուր ալուր կավելացնեմ։ Մի պուճուր, ժողովուրդ ջան, բաժանեցի երկու մասի, հիմա այս մի մասի վրա կակաո կավելացնեմ ու սենց հուշությամբ կխառնեմ, կլինի երկու գույն։ Ժողովուրդ ջան, բիսկվիտը այսինց մի քիչ լավ չի երևում, մի խոսքով ջեռուցում եմ, կոմպոտները սառում են, դեռ գոլորշի է դուրս գալիս, տեսեք, չգիտեմ էկրանից կերևաց ես թե չէ, գոլորշի է դեռ դուրս գալի, լավ չի սառել, թող հովանա իրա համար, ու այս կողմին էլ, այս կողմի վրա էլ վարունգները մաքրեցի, սիրուն, կանաչին կողքից դրված է, ու այսպես մի լավ տարայով փրթոշ ենք պատրաստելու հեսա։ Ահա, վերջ, անցնեմ գործի, սա էլ կանեմ կդնեմ սառնարանը, ամեն ինչը ունեմ արդեն պատրաստ, ես էլ արդեն վաղը առավոտյան չէ, կեսօրի համար բրինձը ջեռոցում պատրաստելու համար արգանակն է։ Ահա, ժողովուրդ ջան, այսենց գործերի մեջ եմ։ Հիմա որ բանը բիսկվիտը հանեմ, միասին ռուլետ կպատրաստենք։ Ահա, ժողովուրդ ջան, ես էլ կանաչին կլցնեմ հիմա։ Վերջ։ Ու արդեն մեջը բան կանենք, մածուն թանը կպատրաստեմ։ Տեսակ, ես էլ եղավ։ Ես ռանցե պրծա։ Վերջ, ժողովուրդ ջան, մնաց ինձ մի հատ ռուլետ կսարքեմ, ու վերջ, ստեղ մածունը կլցնեմ ջրով սիրուն թանը կանեմ, ու վերջ, հեսա բիսկվիտն էլ արդեն նոր ստուգեցի, չոփիկով ստուգեցի դեռ պատրաստ չի, երևի 15 րոպե էլ կմնա, ու ռուլետն էլ կանենք ու վերջ։ Մեզ մոտ ժամը 4:10 րոպե է, ու ես բոլոր գործերս վերջացրեցի։ Կարելի է ասել այդպես։ Մենակ մնում է այսի սառի, որ տեղավորեմ արդեն տարաների շշերի մեջ, ջրի շշեր եմ պահել, որ տեղափոխեմ մեջը, որովհետև սառնարանում տեղ չունեմ, որ այսենց հենց իրան մրգերով, ամեն ինչով դնեմ, սենց գնում գալի խառնում եմ, որ շուտ սառի, ահա ժողովուրդ ջան, ես էլ ասենց։ Պատրաստ է։ Տեսեք ինչ ընտիր է ստացվել, թող հեսա սառի միջից կհանեմ, ընտիրություն։ Ահա, ժողովուրդ ջան, ուրեմն կոտրեցի 6 ձու, պատրաստում ենք հիմա ռուլետը։ 6 ձու, ինչու եմ կոտրել 6 ձու, որովհետև իմ ջեռոցի տապակը շատ մեծ է, հետո չափսերը ես ձեզ կասեմ քանիսը քանիսի վրա էր, ահա, հիմա չեմ առանձնացնում սպիտակուցը ձեղնուցը իրարից, միասին հարում եմ ու ստեղ ավելացնելու եմ 6 ճաշի գթալ շաքարավազ քիչ-քիչ,
Կամանց էսա շաքարավազը կողքիսա ու ճաշի գթալը կողքիսա։ Մի հատ սկզբից կհարեմ մի քիչ ձուն ու հետո քիչ-քիչ կավելացնեմ շաքարը։ Դե ինչ գնացինք առաջ։ Ժողովուրդ ջան, լավ հարեցի, ստացվեց սենց լավ փրփրած։ Հիմա ավելացնում եմ, ուրեմն, այս բաժակը 80 միլիգրամանոց բաժակ է, ես 50-ը լցրեցի կապ, 30-ն էլ աջ կաչապով լցրեցի ձետ։ Հիմա սա ավելացնում ենք խմորի մեջ։ Մի հատ սրանով թեթև խառնում ենք։ Ու ստեղ արդեն ավելացնելու եմ 6 ճաշի գտալ, լավ լիքը ճաշի գտալով ալուր։ Այս էլեկտրական հարիչը էլ մեզ պետք չի։ Սա ստեղից կվերացնեմ։ Ժողովուրդ ջան, ալուրը բերեցի մոտիկ ու հիմա 6 ճաշի գտալ ալուր բան կանենք, կլցնենք, կավելացնենք այս հիմա 6 գտալ 1 2 3 լավ լիքը լցրեցին։ Թեթև կխառնեմ ու հետո կավելացնեմ մյուս 3-ը ու վերջում մի քիչ կավելացնեմ փխրեցուցիչ, այսինքն մյուս 3 գտալ ալուրի հետ կխառնեմ փխրեցուցիչը ու կավելացնեմ։ Ժողովուրդ ջան, ոչ մի դժվար բան չկա, ստացվում է շատ հեշտ, արագ ու շատ լավ։ Տեսեք, այսենց։ Հիմա ստեղ ավելացրել եմ մյուս 3 ճաշի գթալ ալուրը, լավ լիքը, չենք մոռանում, ու ավելացնում եմ փխրեցուցիչը, փխրեցուցիչը լավ լիքը էլի թեյի գտալով։ Ժողովուրդ ջան, ու հիմա կմաղենք։ Ու թեթև շարժումներով կտարածենք ամբողջ ալուրը, որպեսզի մեջը ոչ գնդիկներ մնա, ոչ մի բան։ Ու ասեմ, ջեռոցս ես բիսկվիտը թխեցի 180 աստիճանի տակ, բայց բանը, այս ռուլետը ջերմաստիճանը մի քիչ իջացրել եմ, դարձրել եմ ինչքան 170։ Ժողովուրդ ջան, հիմա սենց թեթև կխառնեմ, կլցնեմ տապակի մեջ ու կթխեմ։ Ժողովուրդ ջան, հիմա տեղափոխում եմ տապակի մեջ խմորը։ Այս սիլիկոնով մի հատ լավ կմաքրեմ։ Ինքը մեծ է ստացվում, անգամ կարելի է սենց բաժանել երկու մասի, կեսը ջեմով անել, կեսը կրեմով անել, ով ինչով որ սիրում է։ Հավասար պետք է բաժանենք, որպեսզի հաստ և բարակ մասեր չմնա։ Այսից թափահարեմ, վերջ ժողովուրդ ջան, հեսա, ուղարկենք դեպի ջեռոց, վերջ, ուղարկեմ դեպի ջեռոց ու սպասենք, տեսնենք թե ոնց է ստացվում։
Ահա ժողովուրդ ջան, ջեռոցից հանեցի։ Հիմա էսի կհանենք։ Թուղթը։ Տակը մի հատ ուրիշ թուղթ եմ դրել։ Ու հիմա այսպես իրան սիրուն շատ զգուշությամբ կփաթաթենք։ Այսպես։ Այսպես կփաթաթենք, այսպես, տեսեք, ու կթողնենք, որ սառնի։ Հիմա մի հատ էլ սրբիչով կփաթաթեմ, որպեսզի գոլորշին մնա մեջը, ինքը իր համար սառնի։ Այսպես կանենք ու կթողնեմ թող սառնի։ Կողքերն է փակում ենք, որպեսզի այս ծայրերը չչորանան։ Վերջ։ Ահա, ժողովուրդ ջան, տեսեք, թե ինչ բիսկվիտ է ստացվել։ Համեղություն։ Մի քիչ փոշի կանենք, ու հեսա կկտրեմ, մեջը կտեսնեք։ Դե ինչը կտրեցինք։ Հələ տեսեք ինչ հրաշք է ստացվել։ Այ այսենց համով բիսկվիտ է ստացել, մոտեցնեմ մի հատ։ Ահա ժողովուրդ ջան, մի հատ էլ էսենց նկարեմ։ Այ այսենց հրաշք է ստացվել։ Դուք էլ փորձեք, չեք փոշմանի։ Համի մասին էլ խոսք չկա։ Ես այսպես մի կտոր պոկեմ։ Ապրես Լուսինե ջան, շատ համեղ ես պատրաստել։ Ահա ժողովուրդ ջան, հիմա ռուլետը, տեսեք թե ինչ ռուլետ է ստացվել, առանց ճաքերի, առանց, հələ տեսեք, տեսակ, հիմա գիտեք ինչ եմ ուզում անեմ, նախ հանեմ սրբիչի վրայից, դնեմ թղթի վրա, այսպես, ճիշտն ասած, որոշեցի այսպես անեմ, որ լավ երևա, մեջտեղից կկտրեմ, կեսը ջեմ կանեմ, քանի որ ես ջեմով եմ շատ սիրում, այս կեսն էլ այն կրեմով կանեմ, որը որ պաղպաղակ պետքա սարքեի, բայց կրեմ ստացվեց, չէ, մի խոսքով այ այսպես, բայց դուք տեսեք ինչ ընտիրություն ալը, մոտեցնեմ ավելի մոտիկից տեսեք, ժողովուրդ ջան, ծիրանի ջեմ ունեմ, հեսա, ծիրանի ջեմ, հիմա այս մեկի միջուկը կքսեմ ծիրանի ջեմ, որը որ ես շատ եմ սիրում, այն մեկն էլ կքսենք կրեմ, այ այսենց, ընտիր հոմով, հեշտ, ոչ ժամանակատար, ժողովուրդ ջան, այսենց մի քիչ ջեմ, ու վերջ, տեսակ ինչ հեշտ է լինում ամեն ինչ։ Այս մի կթարն է կսենք, թող վերջանա ջեմը, մի բջուրիկը չթողեմ մեջը մնա։ Վերջ։ Հիմա սա սիրուն կփաթաթեմ։ Տեսեք, այ այսպես։ Ահա, ժողովուրդ ջան, այ այսպես սիրուն ռուլետ ստացվեց, մի քիչ ջեմը շատ եղա կողքերից դուրս եկա, բայց դա ոչինչ։ Վերջ։
Իսկ ես մեկի վրա էլ կրեմ կքսեմ։ Ահա, ժողովուրդան, էսի ռուլետը, տեսեք ինչ, ռուլետը, բիսկվիտը, շփոթվեցի ռուլետը կողքս դրածա։ Տեսեք, թե ինչ ընտիր է ստացվել, ես ասում եմ, այս բաղադրատրոմսը չստացվելու պատճառ չունի, էսի մյուս ռուլետն է, սա տեսակ, որ կիսել եմ, երկու մասի եմ բաժանել, մեկը ջեմով եմ լցոնը արել, մյուսն էլ կրեմով։ Դե ինձ սիրելիներս, այսօր այսպիսի ավարտ կունենա իմ վիդեոն, պատրաստեցի շատ տեսականիներ, կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար։ Դե ինչ սիրելիներս, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս և ասում եմ կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։